տարբեր ապօրինի որոշումներ առանց աչքը տակելու իրագործում է ինչպես ԿՊ-ի սրտի դատավոր, իհարկե ոչ մի դրական բան սպասելի չի, միանշանակ։ Ինչ վերաբերում է երեկվա տրագիկոմեդիկ շոուին, մի հատ լավ սցենա բան։ Իրանք հնդկական կինոներ շատ են սիրում, Շենգավիթ վարչական շրջանում բնակվել են, տեսել են, որ հնդկականներ այնտեղ շատ են ցուցադրում, սովորել են։ Երեք մի տրագիկոմեդիկ բան էին նկարում։ Թևանյանը իր ոտքով եկել է քննչական կոմիտե, Մազմանյան մեկ հասցեն, որ պետք է գործեր, մուտք գործեր 2-3 մետր հեռավորության վրա էր։ Մարդը 2 օր է Հայաստանի Հանրապետություն նման հոդվածով, ես չգիտեմ, մարդիկ ապօրինի հոդվածը դրել են դավաճանության, չգիտեմ ինչ իրենց մտքով անցել է։ 2 օրը շրջում է Երևան քաղաքում Քարոզ Արշավյանում, երեք իր ոտքով եկավ, որ տեսնի ինչա կատարում մուտք գործի, եկան թանդալները, ձեռնաշղթաներ դրեցին, դեպի նկարել էին, որ տանային ցույց տային, լավ զգային, ոչ մի բան չենք բացառում, ինչ ուզում են թող անեն։ Այսօր ժամը սելի այրնակիցներ, այսօր ժամը 15:30 Արաբկիր վարչական շրջանում մեր քարոզարշավը շարունակվելու է, հետաքրքիր քարոզարշավ է լինելու, ոչ մի վախի մթնոլորտ չկա, իրանց ուզածն էլ հենց այդ է, որ պառակտեն, վախի մթնոլորտ ստեղծեն, չի լինելու նման բան, նահանջ չի լինելու։ Սաղ Ստեփանյան, հաշվի առնելով, որ արձակուրդում գտնվող պաշտոնատար անձն է սկզբում հայտարարում, հետո են գործընթացներ մեկնարկում, այստեղ խնդիր չեք տեսնում։ Ամենտեղ խնդիր կա։ Մարդը հայտարարում է, որ գնացել է արձակուրդի եւ Քարոզ Արշավյանում, արձակուրդու մեջ գտնվող ժամանակավոր կառավարության ղեկավարը հրահանգներ է տալի ապօրինի, իրավապահ մարմիններին, որ գործ կարեն, գործ հարուցեն, իսկ ուրիշ ինչ էիք սպասում։ Քաղաքացիական պայմանագրի միակ հենարանը մնացել է իրավապահ համակարգը։ Ժողովրդի հետ կտրված են, տեսեք Երևան քաղաքի իրենց քարոզարշավ եւ Հայաստանի Հանրապետություն ինչ քարոզարշավն ան կտեսնեն, որ Երևանցին մերժում է։ 23 թվականին է մերժել, իսկ ավելի կոնկրետ հունիսի 7-ին ժամը 7-ին կլսեք ինչ մերժում է լինել, որովհետեւ մեծ մասնակցություն ապավելու Երևանցին ու Հայաստանի Հանրապետության քաղաքացին ու այս ապիկար իշխանություններին, որը Հայաստանի Հանրապետության գլխին տարբեր արհավիկներ ա բերել, իր պատասխանը տալու է։ Ես դες վստահ եմ։ Պարոն Ստեփանյան, կարծում եք, որ փորձում են վախի մթնոլորտ ստեղծել, որովհետև այսօր նաև իմացանք, որ գրավման համար բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել, փաստորեն ոչ միայն քաղաքական գործիչների են կալանավորում, նաև սովորական քաղաքացիների, որպեսզի նրանք ակտիվ չլինեն եւ չսատարեն ընդդիմությանը։ Ես դες հիշեցնեմ, որ 1 տարի առաջ նույն այս ամիսներին, երբ որ Երևանի ավականունիստերի ժամանակ քննադատում ենք, որ քաղաքացիական պայմանագրի 9%-անոց Ավինյանի գլխավորությամբ ինչ ալանթալան է կազմակերպում, ինչ մսխում է գումարները, մի քանի օր ելույթ ես անձամբ ելույթ ունեցա եւ ասֆալտապատման հետ կապված միլիարդավոր դրամների տեղ ցույց տվեցի, որ մսխվել է, մի քանի օր առաջ ինքստիկյան, չգիտես ոնց, երկար տարիներ իմ մեքենան, տան պատկանող մեքենան կանգառում էր իմ տան դիմաց, այդ մեքենան այրեցին։ Պատուհանը ջարդեցին, բենզինը լցրեցին եւ այրեցին, անցել է 1 տարի, բացահայտվել է գործը։ Իհարկե ոչ։ Ընթացքում մի հատ 20 տարեկան երեխա են գտել, որ ինքն էր վարել, երեխան հիմա տանն է։ Դա ինձ չի հետաքրքրում, հետևի կանգնած մարդիկ են պետք, բայց չի բացահայտվելու։ Հունիսի 7-ից հետո կբացահայտվի։ Դա հենց այդ փորձն էր, որ լռեցնեն։ Իսկ ինչ վերաբերում է գրառումներին, ինչ գրառում են, մարդկանց լայքի համար են արդեն գործից ազատում, վախեցնում, զանգում հորաքրոջ աղջկան, ասում ձեր բարեկամը լայքել է անդիմադիր ուժերից մեկին աշխատանքից ազատել։ Սա բեսպրիդել է, ժող բաստիոնում արդեն ինչ ասես կատարում է, գիտեք ինչն է, վախը, մեծ մասնակցություն ընտրություններին, քաղաքացիական պայմանագիրը վախի մեջ ինքը լավ, սենց ճպճպում է վախի մեջ, գիտի վերջը գալիքի ինչու։ Պարոն Ստեփանյան, նորից կհիշեցնեք այսօրվա երթի ժամը։ Այսօր Արաբկիր վարչական շրջանում 17:30 Պրահայի այգուց կսկսի մեր հանրահավաքը եւ երթը եւ խոստանում ենք մեր երևանցիներին ու մեր Հայաստանի Հանրապետության բնակչությանը, որ կտեսնեք, որ մեզ ոչ մեկ չի կարողալու վախեցնել, մեզ ոչ մեկ չի կարողալու հետ կանգնեցնել մեր ընտրած ուղուց, այն է վերջ տանք այս ապիկար իշխանությանը հունիսի 7-ին ընտրելով համարի 7-ին մեծ մասնակցության արդյունքում։